Դեզի պիտի կարդամ Աստծո խոսքեն մի քանի համարներ, որը արձանագրված է Մարկոսի ավետարանի մեջ 12-րդ գլուխ, հավանաբար մեզի ծանոթ համարներ են, 28-րդ համարեն, կսե դպիրներեն մեկը եկավ ու մտիկ կներ անոնց, երբ վիճապանություն կնեին, ու երբ տեսավ, թե աղեկ պատասխան տվավ անոնց, հարցուց անոր ուսավ, որն է բոլոր պատվիրանքներուն առաջինը։ Հիսուս պատասխանեց անոր, բոլոր պատվիրանքներուն առաջինը այս է. լսե ով Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է, եւ քու Տեր Աստվածդ սիրես քու բոլոր սրտովդ ու բոլոր անձովդ ու քո բոլոր մտքով ու քո բոլոր զորությունով, ասիկա է առաջին պատվիրանքը։ Ու երկրորդը այսօր նման, քու ընկերդ սիրես քո անձիդ պես, անոնցմե մեծ ուրիշ պատվիրանք չկա։ Հետաքրական է, որ այս հարցումը, որ այս դպիրը տվավ, այսպես պատահմամբ չէր կամ օթեն չեկավ։ Աստծո խոսքը գսե, որ այս դպիրը հոն էր, եւ երբ որ տեսավ, որ Տեր Հիսուս լավ ձևով կպատասխանե վիճապանությունը, այն ժամանակ այս հարցումը ըրավ։ Ուրեմն մեզ համար կարևոր է հասկանանք, որովհետեւ երբ որ կարևոր նյութ կտեսնես, կարևոր հարցում կտաս։ Երբ որ լուրջ դժվարություն կտեսնես, այն ժամանակ լուրջ հարցում կտաս։ Ուրեմն կարևոր է, որ հասկանանք ինչ էր առիթը կամ ինչ առիթ ստեղծեց, որ այս դպիրը, որ ինքը իմաստուն մեկն էր, Աստծո խոսքը գիտեր, այս տեսակ հարցում անի։ Եթե այս դեպքը պատահեցավ չորեքշաբթի օրը, որը երկու օր Տեր Հիսուսի խաչելությունն առաջ էր։ Չորեքշաբթի օրը, շնորհակալ եմ։ Չորեքշաբթի օրը շատ լեցուն օր էր Տեր Հիսուսի համար։ Այդ արտո երբ որ մտավ տաճար, 3 խումբեր մոտեցան իրեն եւ սկսան իրեն հանդիմանել, փորձել կամ հակառակել։ Ես կուզեմ հիշեցնել արագ, որ ինչ էին այդ 3 խումբերը, որ հետո ավելի լավ հասկանանք այս հարցումի պատճառը։ Ուրեմն առաջի խումբը, որ եկավ, եթե հիշեք, մոտեցան տաճարի առաջնորդները եւ Տեր Հիսուսին հարցուցին, որ դու ինչ իշխանությունով այս բաները կնես։ Ինչ կներ, մեկ օր առաջ մտած էր Տեր Հիսուս տաճարը եւ բոլոր տաճարը մաքրած էր, արևտուրանողները վռնդած էր եւ ասած էր, որ դուք Աստծո տունը, որ Աստծո աղոթքի տուն պիտի լինի, դուք դարձրել եք ավազակների կուպը։ Ուրեմն հարցում անել, որ դու ինչ իշխանությունով այս բոլոր բաները կնես, Տեր Հիսուսի պատասխանը շատ իմաստուն էր։ Ասավ, որ Հովհաննեսի ծառայությունը Աստուծո էր, թե մարդու էր, որովհետև իրենց մտքի մեջ չգրցան պատասխանել, որովհետև ասան, եթե ասենք Աստուծո էր, պիտի Տեր Հիսուս ասե, որ ինչու ինձի չհավատացի, քանի որ Հովհաննեսը իմ մասին կվկայե։ Եթե ասենք մարդուցմե է, մարդիկ մեզի պիտի քարկոծեն, ուրեմն պատասխան անել, որ մենք չենք գիտեր, Տեր Հիսուսի պատասխանն էր, ուրեմն ես ալ քեզի չի պիտի պատասխանեմ։ Շատ իմաստուն պատասխան էր։ Այդ խումբը չանցած երկրորդ խումբը եկավ։ Այս անգամ եկան հերովդացիները եւ փարիսեցիները եւ հարցում արան, որ արդյոք ճիշտ է, որ մենք կայսրին տուրք վճարենք, թե ոչ։ Եվ Տեր Հիսուսի իհարկե շատ կամփոփեն պատասխան անել, որ անիշ որ Աստծուն Աստծուն տվեք, անիշ որ կայսրինը կայսրին տվեք, եւ այդ ձևով նորեն պապանձեցուց, աս բոլոր աս դպիրը կտեսնա խոսակցությունները, եւ երրորդ խումբը, որ եկան, այդ վերջը սադուկեցիներն էին, որը չեն հավատալ, որ հարություն կա եւ պատմությունը ստեղծած էին, շինած էին իրենց մտքի մեջ, որ 7 եղբայրներ կային, առաջին ամուսնացավ, հետո մարդը մահացավ, ըստ Մովսեսի օրենքին եղբայրը պիտի ամուսնանար հետը, երկրորդ եղբայրը արավ, երկրորդը մեռավ, երրորդը, չորրորդը, 5-րդ, 6-րդ, 7-րդ վերջնալ կինը մահացավ։ Հիմա եթե հարություն կա, ուրեմն որ մեկի կինը պիտի լա, կուզեին ցցնել Տեր Հիսուսին, որ դու սկսխալիս, երբ որ կսես հարություն կա։ Տեր Հիսուսի պատասխանը շատ գեղեցիկ էր, սա դուք այս հարցումը կնեք, քանի որ սուբգիրքը չեք հասկանալ։ Եթե հասկանացը լայք, լավ հասկացածը լայք, այս հարցումը չէի կներ, քանի որ գիտենք, որ երկինքի մեջ
ընտանեկան հարաբերությունները տարբեր պիտի լինի։ Ուրեմն աս դեպիրը, երբ որ տեսավ, որ Տեր Հիսուս ամեն տեսակ խոսակցությունների լավ պատասխան է տալի, այս հարցումը արավ։ Աս հարցումը ինչքան որ մեզի համար կարևոր է, հրեաների համար կրկնապատիկ կարևոր էր հետևյալ պատճառով, որտեղ հրեա առաջնորդները Սուրբ Գիրքեն հանած էին 613 պատվիրաններ։ Սուրբ Գիրքի մեջ են որևէ սխալ չկար, բայց 613 հանած էին, ինչու համար 613, որտեղ հրեայերեն լեզվի մեջ 10 պատվիրանների մեջ 613 տարեր կան։ Ուրեմն ամեն մեկ տարի համար մեկ օրենք կամ մեկ պատվիրան հանած էին, իրենց մտքով այդպես Աստված բան ասու խոսքի մեջ այդպես բան չկա, բայց իրենց մարդկային մտքով աս օրենքները հանած էին, որ 613 պատվիրաններ կա, որ պետք է պահենք։ Բայց դժվարությունը հետևյալն է, կարելի է մի քիչ ջուր, եթե կարելի է։ Դժվարությունը հետևյալն է, երբ որ կուզեին այս 613 պատվիրանները կատարել, կնշմարեին, որ կարողություն չունին։ Ուրեմն կամաց տեղը հասած էր, որ պատվիրանները երկու խումբի բաժնած էին։ Մեծ պատվիրաններ եւ պստիկ պատվիրաններ։ Մեծ պատվիրանները անոնք էին, որ անպայման պետք է հնազանդեին, պստիկ պատվիրանները կամ թեթև պատվիրանները այն պատվիրաններն էին, որ լավ է որ կատարեն, եթե չեղավ վնաս չունի, եթե եղավ լավ է։ Հիմա դժվարությունը հրեաների համար հետևյալն էր։ Որոշ առաջորդներ ասում էին, որ մեծ պատվիրանները օրինակի համար 3 հատ են եւ աս պատվիրաններն են։ Ուրիշ ռաբայ կամ առաջնորդ ասում է, չէ, մեծ պատվիրանները 5 հատ են եւ աս 5 հատն են։ Մյուս ասում է, չէ, ուրիշ բան է։ Ուրեմն հրեա բանի համար, անձի համար շատ շնորհակալ եմ։ Հրեա մեկը, որ ուզում էր Աստծո խոսքը հաստատուն ետևեն երթա, իր համար էական հարցում էր, որ որն են մեծ պատվիրանները, որ ես պարտավոր եմ պահել։ Ուրեմն աս դպիրը, երբ որ տեսավ, որ Տեր Հիսուս ասպես լավ պատասխանեց, իմաստուն պատասխանեց, Աստծո խոսքը լավ գիտե, ուրեմն մտքեն անցավ, որ ահա, եթե մեկը կա, որ կրնա ինձի աս հարցումի պատասխանը տա, աս անձնավորությունն է։ Այսօր վրա էր, որ աս հարցումը արավ, որտեղ Մատթեոսի ավետարանի մեջ երբ որ կկարդանք, աս դպիրն այլ եկած էր մյուս փարիսեցիների պես, որ Տեր Հիսուսին փորձե եւ հակառակե։ Բայց երբ որ ականատես եղավ, որ Տեր Հիսուս ինչ գեղեցիկ ձևով եւ իմաստությունով կպատասխանե, այդ բանը մեկտի դրավ եւ աս հարցումը, որ անկեղծ հարցում էր, որ ամեն մարդ բամը գսե, որ ամեն մարդ ասում է, որ կարևոր պատվիրանները այս է, մեկ ասում է մյուսն է, որ մեկն է կարևոր պատվիրանները կամ մեծ պատվիրանները։ Ուրեմն հարցումը աստեղեն ծագեցավ։ Եվ շատ լուրջ հարցում էր, որովհետև իրականության մեջ մեզի համար էլ կարևոր հարցում է։ Եթե մենք ուզում ենք, որ Աստծո խոսքին հնազանդ լինենք եւ Աստծո հաճելի կյանք ապրենք, ինչ է պատվիրանները, որ պետք ունենք հնազանդելու եւ պահելու։ Այսօր վրա Տեր Հիսուսի պատասխանը շատ պարզ է։ Տեր Հիսուս պատասխան մտավ, որ ամեն հրեա շատ լավ գիտեր։ Ասի գրված է երկրորդ օրինաց 6-րդ գլխու մեջ եւ կկոչվեր Շամա պատվիրանքը, այսինքն լսե, քանի որ այդպես համարը այդպես կսկսե։ Լսե ով Իսրայել։ Մեր Տերը մեկ Տեր է, քու Տեր Աստվածը բոլոր սրտով, բոլոր հոգիով ու բոլոր զորությունով սիրե։ Ուրեմն աս պատվիրանքը, առաջի պատվիրանքը Տեր Հիսուս ասում է, որ աս Շամա պատվիրանքն է, որ մեկ Աստված ունենք եւ քանի որ մեկ Աստված կա, բոլոր նվիրումը պետք է այդպես ասումը լա, իրեն պետք է բոլոր սրտով, մտքով, հոգով սիրես եւ երկրորդ պատվիրանն ասոր նման է, սիրո վրա հաստատված է, որը Ղևտացից 19-18-ի վրա բաներ հաստատված էր, որ սիրե քո ընկերդ քո անձիդ պես։ Եվ հետո, երբ որ Տեր Հիսուս այս պատասխանը տալիս է,
հետաքրական ամփոփում է անում Մարկոսի ավետարանի մեջ ասում է սիրեք ու Տեր Աստվածդ բոլոր սրտով մտքով հոգով եւ քու Տեր եւ երկրորդ ասոր նման է քո ընկերդ սիրեք քո անձիդ պես անոնցմե մեծ ուրիշ պատվիրանք չկա Աս երկուսը կարևոր մեծ պատվիրանքներն են աս երկուսեն դուրս ուրիշ մեծ պատվիրանք չկա եթե ուզում ես իմանաս որ որն է երկու մեծ պատվիրանքները որ պարտավոր ես պահելու աս երկուքն է աս երկուսը բոլորը կամփոփեն իրականության մեջ Մատթեոսի ավետարանի մեջ երբ որ նույն դեպքը Մատթեոս ավետարանի չկգրե աստես կվերջացնի ավելի կբացե ասպանը համարը կսե ու Տեր Հիսուս երբ որ խոսի կսե ու երկրորդ ասոր նման է Մատթեոս 22:40-ի մեջ կսե աս երկու պատվիրանքներեն կախված են բոլոր օրենքը ու մարգարեները աս երկու պատվիրանները կան մնացած բոլոր օրենքը եւ մարգարեները որը հրյաների համար 5 տակարանը օրենք եւ մարգարեներն էր բոլոր մնացած պատվիրանքները աս երկու պատվիրանքներեն կախյալ են անո այդ երկուսի տակը կգինան ձևոմը աս երկու պատվիրանքները ավելի կպարզաբանեն ձեզի համար մնացած պատվիրանքները բայց գլուխ պատվիրանքները ասոնք են օրինակի համար առնենք 10 պատվիրանքները 10 պատվիրանքների մեջ քանի պատվիրանք կա 10 պատվիրանք կա չէ բայց իրականության մեջ 10 պատվիրանք չէ ասեմ ինչպես առաջի 4 պատվիրանքները վերաբերել որ մենք Տեր Աստվածը ինչպես պետք է պաշտենք ինչպես է ուրիշ աստվածներ չունենանք ուրիշ կուրքեր չունենանք երկինքի մեջ երկրի վրա եւ ծովու տակը անոր արչեւ չխոնարհին եւ Աստծո անունը պարապի չառնենք բայց իրականության մեջ ասի մեծ պատվիրանք է սիրեք ու Տեր Աստվածը բոլոր սրտով մտքով հոգով եւ ուժով որտեւ եթե մեկը իր Տեր Աստվածը սիրե եւ իմանա որ միայն մեկ Աստված կա եւ իրեն բոլոր սրտով մտքով հոգով կսիրե կուրքեր չի ունենար ուրիշ աստվածների արչև չի խոնարհի Աստծո անունը անհարգավ չի բերանա առնել ուրեմն կտեսնակ աս 4 պատվիրանը որ առաջի 10 պատվիրան աս առաջի 4 պատվիրանը որ 10 պատվիրանի մեջ է ձևումը կախյալ է առաջի պատվիրանին իսկ երկրորդ մասը 10 պատվիրանի ինչ է դրացի սուտ մի խոսի մարդ մի սպաներ պորնիկություն միներ իրեն ունեցվածքին արժ մի ունեցիր իրեն մի նախանձիր ասոնք 5 տարբեր պատվիրանք չէ, մեկ պատվիրանք է։ Եթե մեկը իրապես իրեն բարեկամը կամ իրեն ընկերը կսիրե իրեն անձի պես, իրեն սուտ չի խոսիր, իրեն չի նախանձիր, իրեն չի մերցներ, իրեն ունեցվածքին արժ չի ունենար, սո կտեսնակ, մինչև անգամ 10 պատվիրանները իրականության մեջ աս երկու պատվիրանքի բացատրությունն է ձևով կամ ավելի կբացե, ավելի հայտնի կնե, որ ինչ կնշանակե։ Ուրեմն շատ հաստատ է որ Տեր Հիսուս ըսավ երկու ծանր, երկու մեծ պատվիրանքներ կա եւ ասացում է դուրս ուրիշ պատվիրանք չկա։ Եթե աս երկուսը ճիշտ ձևի իրականացնենք, մնացած բոլոր պատվիրանքները, որ Աստված ունի, արդեն կատարել ենք։ Ուրեմն մեզի համար կարևոր կդառնա, որ հասկանանք ինչ կնշանակե մեր առօրյա կյանքի մեջ սիրել մեր Տեր Աստվածը բոլոր սրտով, մտքով, հոգով եւ ուժով եւ սիրել մեր ընկերը մեր անձի պես։ Ուրեմն որպեսզի հասկանանք պիտի երթանք աս պատվիրանքին երկրորդ օրինացի մեջ եւ տեսնանք ինչ պարագաների տակ է որ Աստված աս պատվիրանքը տված է։ Երկրորդ օրինաց գիրքը ինչպես գիտեք հրյա ժողովուրդը 40 տարի անապատի մեջ թափառական եղած էր իրեն մեղքի պատճառով եւ վերջը Աստված 40 տարվա վերջը իրենց բերած էր եւ հասած են Հորթանան գետի եզերքը, որ պիտի անցնեն եւ մտնան խոստացված երկիրը, ինչ որ Աստված խոստում տված էր իրեն ժողովրդին, որ պիտի մտնան, Մովսես չի պիտի իրենց հետ մտնա, քանի որ սխալ ըրած էր եւ Աստված իրեն արգելած էր ներս մտնալու, բայց հիմա պիտի մտնան Քանանի երկիրը եւ Քանանի երկիրը Աստված գիտեր, որ հոն շատ ցեղեր կան, որ կրապաշտության մեջ են, մոլորոց վարդապետություններ ունեն, տարբեր
բաներ ունեն, աստվածներ ունեն, կուրքեր ունեն եւ աս պատվիրանքը գուտա, որ սիրե աս բանը երկրորդ 6-րդ գլուխը ով Իսրայել մտի գրե մեր Տեր Աստվածը մեկ միայն մեկ Տեր է, ուրեմն հիշեք ասիկա, քու Տեր Աստվածը բոլոր սրտով, բոլոր հոգիով ու բոլոր զորությունով սիրե եւ կշանակե այս խոսքերը, որոնք ես այսօր քեզի պատվիրեցի, քո սրտիդ մեջ թողլան ու զանոն քու որդիներուդ կրկին անգամ ստորվեցուր, թե տանդ մեջ նստած ատենը, թե ճամփա քալած ատենը, եւ թե պարկելու եւ թե երելու ատենը, անոնց վրա խոսիր, զանոնք նշանի համար ձերքիդ վրա կապե ու ճակնոցի համար աչքերուդ մեջտեղը թողլան, զանոնք քու տանը դրան դիրքերուն վրա ու դուրներուդ վրա գրե։ Ուրեմն աս պատվիրանը, որ սիրեք ու Տեր Աստվածը միայն զգացական կամ հարց չէր, պատվեր էր, որ ասի պետք է դուք հիշեք, ձեր սրտերի մեջ պահեք, ոչ թե միայն դուք պահեք, ձեր զավակներին պետք է սորվեցնեք, զավակներին պետք է սորվեցնեք, ամեն տեղ գրված պիտի ունենաք, որպեսզի հանգարց չլինի, որ երբ որ մտաք Քանանի երկիրը եւ կուրքեր եւ չաստվածներ տեսակ, անոնց խոնարհիկ, ուրեմն դուք պետք է հաստատուն կենաք աս իրողության վրա, աս իմ օրենքների վրա, հնազանդ պիտի քալեք եւ ասեր Աստված սիրելը եւ իրականության մեջ Տեր Հիսուսը աս գաղափարը հաստատեց իրեն աշակերտներին Հովանու 14 գլխու մեջ ասա որ եթե ինձ կսիրեք իմ պատվերները կպահեք ուրեմն աստվածասիրությունը նշանակում է Աստծուն հնազանդիլ ամեն կերպով եւ ճիշտ աս պատվերն է որ առաջի մեզի համար առաջի պատվերն է որ մենք պետք է Աստծո օրենքներին հնազանդ կյանք ապրենք եթե կուզենք Աստծո հաճելի լինել բայց աս հնազանդությունը միայն զգացական հնազանդություն չէ այլ առաջի հերթին մեր մտքով է որտեղ երբ որ պետք է անցներ հրյա ժողովուրդը հորթանան գետը ամեն մարդ պետք է որոշեր որ արդյոք կուզե Աստծուն հնազանդ կյանք ապրի թե բան է որոշումը չունի իրեն համար Հեսու այդ որոշումը տվավ ասաց դու ես ձեր մասին ուրիշների մասին չեմ գիտե ես եւ իմ տունս Եհովա Աստվածը պիտի պաշտենք մնաց ամեն մարդ իրեն համար պետք է որոշում տալ որ արդյոք երբ որ մտնենք այդ երկիրը եւ ուրիշ չաստվածներ լինեն ուրիշ կուրքեր լինեն ուրիշ փորձություններ լինեն ես արդյոք որոշած եմ որ կուզեմ Աստծո ճամփաներին հետևեմ թե ինձ համար կարևոր չէ առաջի տեղեն կսկսի միտքը մեզի համար այդպես է մենք պետք է որոշում տանք որ աս կյանքի մեջ մենք կուզենք Աստծո հնազանդ կյանք ապրել առաջի որոշումը ասել մեր մտքերով հետո երբ որ կուկա գործնական Աստծո հնազանդելու եւ իրեն օրենքները հետևելու շատ մարտահրավերներ կան ժամանակներ պիտի կա որ Աստծուն հնազանդ լինել մեզ մեջ շատ ուժ կպահանջի ֆիզիկական ուժ հոգեկան ուժ նյութական ուժեր որտեղ շատ անգամներ կա որ Աստծուն հնազանդիլ եւ անոր ենթակա կյանք ապրելը իր օրենքներին մեզի մեծ գինը պետք է վճարվի պատրաստ ենք այդ զոհողությունը անելու պատրաստ ենք այդ մեր բոլոր ուժով մեր բոլոր էությամբ մեր միտքային որոշումը հաստատենք եւ հառաջ երթանք ասե Տերոջը սիրելը ուրեմն երբ որ մենք Տերը կսիրենք բոլոր մտքով ուժով հոգով եւ անձով կնշանակե որ մենք որոշած ենք ուզեմ Տերոջը հնազանդ կյանք ապրել եւ ինչ որ պահանջն է պատրաստ եմ վճարելու որ անոր մեջ հավատարիմ մնամ ասե առաջի պատվիրանը իսկ երկրորդը Տեր Հիսուս ասավ որ ճիշտ սրա պես է հիմնված է սիրո վրա բայց այս անգամ ոչ թե սիրել Աստված այլ սիրել հանդեպ ուրիշները ուրեմն մեզի համար հարցում կլինի որ եթե Աստծուն սիրելը նշանակում է Աստծո հնազանդիլ ուրեմն ուրիշները սիրել ինչ կնշանակե եւ սրա համար էլ նորեն Աստծո խոսքը մեզի լուծումը տալիս է առաջի Հովանու 4 գլուխ
7-րդ համերեն Աստծո խոսքը մեզի բացատրում է, որ ինչ կնշանակի ուրիշները սիրել։ 7-րդ համարեն այսպես ասում. սիրելիներ մեկս մեկ սիրենք, վասենզի սերը Աստծուց է, ամեն ով որ կսիրե Աստծո ծնած է ու կճանչնա Աստված։ Ան որ չի սիրել, Աստված չի ճանչնար, վասենզի Աստված սեր է։ Այս բանին մեջ է Աստծո սերը, ուրեմն կբացատրե, որ երբ որ Աստված մարդկության սիրեց, ինչ կնշանակի, որ մենք հալ պետք ունենք օրինակելու։ Վասենզի այս բանի մեջ է Աստծո սերը, որ մեր վրա հայտնի եղավ, որ Աստված իր միածին որդին աշխարհ ղրկեց, որպեսզի անոր միջոցով ապրենք։ Այս բանին մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, հապա որ անիկա մեզ սիրեց ու իր որդին ղրկեց մեր մեղքերուն քավությունը լալու։ Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ուրեմն մենք հալ պարտավոր ենք մեկս մեկ սիրել, այսինքն ասպես սիրել։ Ուրեմն Աստված ինչպես ցույց տվավ իրեն սերը մարդկության, երբ որ մարդու ինգած եւ հոգնած վիճակը տեսավ, մարդու անճար վիճակը տեսավ, անոր լուծումը տվավ։ Մարդու ամենամեծ դժվարությունը ֆիզիկական դժվարություն չէր, հապա հոգեկան եւ մեղքի դժվարությունն էր։ Ուրեմն Աստված երբ որ տեսավ մարդուն մեղքը ինչ ըրած է եւ ինչ ապականած եւ ինգած վիճակի մեջ է, Աստված անոր պետքը հոգած իրեն լավագույնը տալով, Տեր Հիսուսը ղրկելով, որ մեր մեղքերի քավություն լինի։ Ուրեմն մարդը սիրել Աստծո աչքով կնշանակե մարդուն պետքերը հոգալ։ Եթե մարդու պետքը մեղքերեն ազատիլ է, որ միայն Աստված կրնա կատարել, Աստված ղրկեց։ Իսկ մնացած պետքերը մեր վրա տրված է։ Մենք իհարկե չենք կարող մարդու մեղքի հարցը լուծել, բայց մարդու մնացած բոլոր պետքերը, նյութական, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր պետքերը Աստված տրված է, որ մենք իրարու հոգանք եւ ասպեսով մեր սերը հայտնենք իրարու։ Ուրեմն, եթե Աստծո սիրելը կնշանակե Աստծո կատարյալ հնազանդություն, ուրիշները սիրել կնշանակե ուրիշներին պետքերը հոգալ եւ իրենց բերը վերցնել։ Հիմա հոսե մեր մարտահրավերը։ Միայն օգնություն անել կամ հոգալ չէ, որտեղ իրականության մեջ ամեն մարդ որոշ չափով խիղճ ունի։ Ես տեսած եմ, մինչև անգամ ոչ հավատացյալ մարդիկ ալ որոշ խիղճ ունեն, երբ որ մեկը կտեսնեն պետքի մեջ, որոշ հոգատարություն կնեն։ Շատ անխիղճ մեկը պիտի լինի, երբ որ կան մարդիկ, որ պետքը տեսնում են եւ կարողություն ունեն եւ անգութ ձևով մոտ կողից անցնում են, կան մարդիկ, բայց շատ փոքր մասա է, շատ փոքրամասնություն է։ Ընդհանուր առմամբ մարդիկ խիղճ ունեն, սիրտ ունեն եւ եթե մեկը պետքի մեջ կտեսնանք, օգնություն մկնեն։ Ուրեմն սա չէ հավատացյալի կոչումը։ Հավատացյալի կոչումը ան է, որ մենք իրարու պետքեր հոգանք, ինչպես մենք մեր պետքերը կհոգանք։ Եվ ճիշտ դրա վրա է մեր վրա մարտահրավերը, որովհետև մենք պետք է ամեն մեկս մտածենք, տեսնենք, որ ես ինչ կամ իմ պետքերի մասին կխորիմ, կամ իմ ընտանիքի պետքերի մասին։ Մենք մեր ամեն մեկս մեր լավագույնը կնենք, իհարկե ամեն մեկից կարողությունը տարբեր է, բայց ինչ որ կարողություն ունենք, մենք մեր մաքսիմումը կնենք, առավելագույնը կնենք, որպեսզի մեր պետքերը հոգանք, իմ հանգիստը հոգամ, իմ նյութականը, իմ ապագան, ինչ որ է, ընտանիքից պետքերը հոգացվի։ Բոլորս այդ վիճակի մեջ են։ Ուրեմն հավատացյալի համար ուրիշներին հոգալը չափանիշը ճիշտ ад է, որ ինչ կամ որ ես ինձ համար կհոգամ, պատրաստ եմ ուրիշների համար հոգատարել։ Եվ ճիշտ ասոր վրա է, որ մենք կտարբերվենք անհավատներից։ Անհավատներինը չափ եւ սահման ունի։ Եթե քիչ մը իրենց դժվարություն պիտի պատճառե, կսենալ գբավեալ, իշքան պիտի ենեն։ Մեզի համար, հավատացյալներից համար պետք է պատրաստ լինենք, ինչ կամ որ մենք մեզի կհոգանք, մենք մեզի կգուրանք, մենք մեզի մեր պետքերը կլեցնենք, ուրիշներին ալ պարտական ենք նույնը անելու։ Սա է երկրորդ պատվիրանը Տեր Հիսուսի։ Ուրեմն, եթե այս երկու պատվիրանքները մենք կարենանք
այս ձևով որ Տեր Հիսուս բացատրեց իրականացնենք մյուս պատվիրանները արդեն ինքնաբերաբար կատարած կլինենք։ Ուրեմն եթե ուզենք մեր կյանքի մեջ որոշում տանք, քանի պատվիրանք պետք ունենք պահելու, երկու հատ, հա, դյուրինը հիշելը, չէ, սիրենք մեր Տեր Աստվածը մեր բոլոր սրտով, մտքով, հոգով եւ ուժով, այսինքն կնշանակե հնազանդենք մեր Տեր Աստծուն, մեր բոլոր սրտով, մտքով, հոգով եւ ուժով, եւ հետո երկրորդը սիրենք մեր դրածին, ինչքան որ ես ինձի կսիրեմ, ինչքան որ ես ինձի կհոգամ, ինչքան որ ինձ համար կարևոր եւ այս հոգերը տարբեր են, միայն նյութական հոգեր չեն։ Կարող է պատահի, որ մեկը պետք ունի քո աղոթներին, ինչքան քո ընտանիքիդ համար կաղոթես, պետք ունես մյուսի համար աղոթելու։ Կնա պատահել, որ մեկը պետք ունի քո ժամանակին, ինչքան պատրաստ ես ժամանակ տալ քո ընտանիքիդ պետքերի համար կամ քեզի համար, ժամանակ տանք ուրիշների համար։ Որոշ օգնություններ կա, մեկը մենակ պետք ունի, որ մեկը իր դերդերը լսե, ինչպես մենք հայերենով ենք ասում։ Մեկը ականջ ունենանք լսելու։ Պատահած ասում են, օ հրաճախ, իմ հոգսեր ինձի կբավե, այլ ուրիշին չեմ կարող կրել։ Ոչ, այդպես չէ։ Եթե մերը կարող ենք կրենք, ուրիշինն ալ պետք է կրենք։ Ուրեմն Աստծո խոսքը ասում է, որ իրարու Գաղաթացիս գրքի մեջ ասում է, իրարու հոգ բանը, իրարու բերը վերցրեք եւ այսպիսով ինչ արեք, Քրիստոսի օրենքը կատարեցեք։ Բոլոր նոր կտակարանի մեջ միայն մեկ օրենք կա, Քրիստոսի օրենքը, որ իրարու բերը կրենք։ Ուրեմն, եթե ուզում ենք Տերոջը հաճելի կյանքեր ապրենք եւ ասենք, որ ես իմ կյանքով բոլոր Աստծո պատվիրանքները կկատարեմ եւ հավատարիմ եմ, այս երկուսը բավարար է։ Ուրեմն Տերը տա որ իրապես այս երկու պատվիրանները մեր սրտերի մեջ արձանագրվե, լուրջի առնենք եւ Տերը տա որ ասեսով լինենք պիտանի ամաններ Տերոջը արքայության համար։ Տերը օրհնե բոլորդ։ Ամեն։